Բարև ձեզ։ Գիտության իմաստի եւ օգտակարության մասին քննարկումները արդիական են ողջ աշխարհում։ 20-րդ դարում արևմտյան գիտությունը հավակնություն վերցրեց լուծելու մարդու եւ հասարակության բոլոր խնդիրները։ Գիտությունը հայտնվեց ճգնաժամի մեջ։ Սակայն սա ամենացավալին չէ։ 21-րդ դարի հասարակությունները կարող էին լուծել հերթական ճգնաժամը։ Սակայն ճգնաժամի մեջ է նաեւ հասարակությունը։ Հայաստանում օրինակ գիտական կոչումների հավակնում են մարդիկ, որոնք զբաղեցնում են լավագույն դեպքում հասարակական ինչ-ինչ պաշտոններ, իսկ գիտական գործունեությամբ զբաղվողները, պրոֆեսիոնալ գիտնականները լքում են ոլորտը կամ երկիրը, երբեմն էլ երկուսը միաժամանակ։ Ինչ պահանջարկ ունի այսօր գիտությունը մեզանում եւ գիտական տեխնացուի վկայագիրը։ Թեմայի քննարկման համար այսօր տաղավար ենք հրավիրել մշակութային մարդաբան Գայանե Շագոյանին եւ ազգագրագետ Մխիթար Գաբրելյանին։ Բարև ձեզ։ Ձեր կարծիքով հիմնավոր է այն տեսակետը, որ այսօր Հայաստանում գիտական գործունեությունը եւ գիտական գործունեության մասին վկայագիրը, տեխնացուականը մասնավորապես տարբեր բաներ են եւ տարբեր պահանջմունքներ են բավարարում։ Դրանից երևի սկսենք։ Այո, իհարկե, եւ դա իսկապես խոսում է այն ճգնաժամի մասին, որը ապրում է եւ գիտությունը որպես ոլորտ եւ մասնավորապես Հայաստանի գիտական դաշտը։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչպիսի պահանջներ պիտի բավարարի գիտությունը եւ ըստ այդմ էլ կարողանանք հասկանալ, որքանով ենք մենք համապատասխանում այդ կառուցվածքին, ապա կտեսնենք, որ իսկապես այդ ճգնաժամը ոչ միայն Հայաստանին է բնորոշ, այլև ամբողջ աշխարհին եւ այն, որ հատկապես եթե խոսենք սոցիալական գիտությունների մասին, եւ այն, որ օրինակ նույն Միացյալ Նահանգներում, որ այսօր գիտության ասպարեզում համարվում է առաջատար պետություններից եւ ուղղակի կարճ ասեմ, որ այդ առաջատարությունը Եվրոպայի հանդեպ ձևավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով, երբ նման արտահոսք տեղի ունեցավ, ինչպես այսօր Հայաստանից է տեղի ունենում, նույն եվրոպական պետություններից եւ բազմաթիվ առաջատար գիտնականներ հայտնվեցին այդ կենտրոններում, նույնիսկ այնտեղ այսօր գիտությունը ապրում է խորը ճգնաժամ, քանի որ յուրաքանչյուր գիտություն պետք է ունենա իր սոցիալական բազան։ Այսօրվա աշխարհի կառուցվածքը այնպիսին է, որ այդ սոցիալական բազան դժվար է ձևակերպել եւ հասկանալ։ Ոստի այնտեղ նույնպես բազմաթիվ գիտնականներ, փիլիսոփաներ, մարդաբանության ոլորտի տարբեր ճյուղերի, լինի հնագիտություն կամ ազգագրություն կամ սոցիոլոգիա եւ այլն, ավելի շատ գումար են վաստակում, երբ որ աշխատում են որպես սպասարկող ինտելեկտուալ մի խումբ, կոնկրետ տնտեսական ճյուղ։ Եվ այնտեղ նույնպես բազմաթիվ փիլիսոփաներ ավելի շատ գումար են վաստակում, եթե աշխատում են ինչ-որ բիզնես դպրոցներում, քան եթե նույնիսկ այսպես ասած կայացած գիտնականներ են։ Եվ ըստ էության 80-ականներից հետո դրսում նույնպես մեծ գիտական դպրոցներ որպես այդպեսին չի ձևավորվում, որովհետև աշխարհը դեռևս այնքան էլ չի հասկանում դեպի ուր է գնալու եւ գիտության օգտակարությունը, որը պիտի ձևավորեր գիտության զարգացման տրամաբանությունը, այսօր մի տեսակ արկախված վիճակում է։ Սակայն այն ինչ որ վերաբերվում է Հայաստանին եւ հետխորհրդային պետություններին, մենք այստեղ մի տեսակ ժամանակային ընդմիջում ենք ստանում, որպեսզի հասնենք այն գիտական պարադիգմաներին, որոնք բնականաբար բաց ենք թողել եւ չենք յուրացրել եւ որոնք շատ տարածված էին նույն Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբին։ Եվ այս իմաստով մենք հայտնվել ենք մի տեսակ շիզոֆրենիկ վիճակում, որովհետեւ որպես ազգ կառուցող նոր պետություն բնական է, որ մեր սոցիալական պահանջարկը պիտի մեզանից մեզ պարտադրի ազգայնական տեքստեր, որպես սոցիալական գիտության, ներկայացուցիչ եմ ասում, ազգայնական տեքստեր արտադրելու, որովհետև դա է պահանջվում նոր ազգային պետություն ստեղծող հասարակությունը եւ հատկապես իշխանությունը։ Բայց միևնույն ժամանակ, եթե դու աշխատում ես նմանատիպ տեքստեր ստեղծելու ուղղությամբ, ապա
միանգամից դուրս ես մղվում միջազգային գիտական նոր պարադիգմաներից եւ նոր ուղղություններից, որոնք միտված են այդ ազգայնականությունը դեկոնստրուկցիայի ենթարկելու եւ կարծես թե ամբողջովին այդ գործը դրսում արված է։ Ուրեմն մեր գիտական միջավայրի համար, եթե որպես խնդիր փորձենք ձևակերպել, ապա դա գիտակցելն է եւ այդ ճգնաժամային կամ երկընտրանք վիճակից լուծում գտնելն եւ առաջարկելն է։ Փաստորեն ինչպես կյանքի այլ բնագավառներում գիտության մեջ էլ մեր ճգնաժամը ավելի հետ է, այսինքն մենք պիտի ստիպված ենք թռիչքաձև թռիչքային լուծել այդ ճգնաժամը, ընթացքում մի քանի ճգնաժամեր լուծելով, որոնցով աշխարհն արդեն փաստորեն անցել է։ Այո, նման։ Պարոն Գաբրիելյան, ձեր կարծիքով մեր գիտությունն այսօր ինչ ճգնաժամի մեջ է եւ ինչ կապ ունի դա այսօր մեր հասարակական ճգնաժամի հետ, որտեղ հատկապես արտահայտված է գիտության նկատմամբ մի կողմից մոդայիկ պոպուլյարացումը գիտության տեխնացուի կարգավիճակը, մյուս կողմից էլ փաստորեն բուն գիտական գործունեությամբ զբաղվողները կանգնած են ավելի լուրջ խնդիրների առջև, որոնց լուծումը դեռևս չի էլ ուրվագծվում։ Հիմա ինչը որ մենք քննարկում ենք եւ ինչին անդրադարձավ նաեւ Գայանն, դա ավելի շատ հետևանք է։ Այսինքն գիտության ճգնաժամը նաեւ, որի մասին մենք խոսում ենք, դա հետևանքն է ընդհանուր հասարակական, սոցիալ-տնտեսական ճգնաժամի եւ այլն եւ այլն։ Անկախ նրանից, թե ինչպիսի հայտարարություններով են հանդես գալիս տարբեր դրամաչափի մեր պետական պաշտոնյաները եւ անկախ նրանից, թե որքանով են հաճախ հնչում գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու մասին տարաբնույթ ըստ էության դատարկ հայտարարությունները, որտեղ ինչքան շատ է խոսվում գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու մասին, այնքան տնտեսությունը ավելի արագ տեմպերով մեռնում է եւ այնքան ավելի արագ տեմպերով Հայաստանը լքում են այն մարդիկ, ովքեր պետքա ստեղծային այդ գիտելիքահեն տնտեսությունը, բայց սա բնական վիճակ է։ Բնական վիճակ է, այսպես էլ պետքա լիներ եւ ակնկալել, որ 20-22 տարիների ընթացքում մենք կունենայինք ինչ-որ ֆենոմենալ հաջողություններ, ըստ իս անիմաստ է։ Հայկական կամ հայաստանյան գիտությունը մաս էր կազմում խորհրդային հսկա գիտական համակարգի, որտեղ ուներ ինքնայիրացման եւ ներկայանալի դառնալու ավելի մեծ հնարավորություններ։ Ի վերջո ընդհանուր հասկանալի դաշտ էր եւ այդ դաշտ ինտեգրվելու եւ այդ դաշտում երևալու հնարավորությունները շատ դեպքում լուրջ մրցակցություն չէին էլ պահանջում։ Կար ընդհանուր ստանդարտ եւ այդ ընդհանուր ստանդարտի մեջ բոլոր միութենական հանրապետությունները որոշակի պրոդուկցիա են ստեղծում։ Այլ խնդիր է, որ մի դեպքում դա ավելի լավ էր հաջողվում հայերին, մեկ այլ դեպքում ավելի լավ էր հաջողվում վրաստիներին, երրորդ դեպքում ավելի լավ էր հաջողվում, չգիտեմ, ուկրաինացիներին, բայց կար ընդհանուր ստանդարտ եւ գիտություն անելը, այսպես ասենք, անկախ նրանից որքանով էր դա որակյալ, խորհրդային միությունում պարտադիր պայման էր։ Դու պետքա ունենայիր գիտություն։ Պատահական չի, որ 40-ական թվականներից սկսած խորհրդային իշխանությունները գնացին գիտությունների ազգային ակադեմիաներ ստեղծելու ճանապարհով, որը ազգային հանրապետությունները սիրաշահելու, այսպես գլուխները շոյելու ամենալավ տարբերակից մեկն էր։ Բալիկներ, ասենք ուզբեկներ, հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, տեսեք, դուք այնքան լավն եք, որ մենք ստեղծում ենք ուզբեկական ԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիա։ Դա խորհրդային գաղափարախոսություններ, խորհրդային քաղաքականություններ, մենք էլ լավ թե վատ այդ քաղաքականության մեջ կայինք։ Հիմա երբ որ եկավ մրցակցելու խնդիրը, պետք է անկեղծ լինել, լիքը ոլորտներում մենք ուղղակի պատրաստ չէինք մրցակցելու, հատկապես երբ խոսքը վերաբերում է հասարակական գիտություններին։ Կար խորհրդային դոգմատիկան, մարդիկ ամբողջ կյանքում համենայն դեպս գիտությամբ զբաղվողների 70-80%-ը, 90%-ը ամբողջ կյանքում գրել էր այդ տեքստերով եւ ակնկալել, որ իրանք միանգամից պետքա կարողանային ինտեգրվել, նորից եմ կրկնում, անիմաստ է։ Ով աշխատում էր այլ մեթոդաբանությամբ, ինքը լավ ինտեգրված է։ Խոսքը եւ սոցիոլոգներին է վերաբերում, եւ ազգագրագետներին, եւ փիլիսոփաներին, եւ հոգեբաններին, որտեղ պետք է անկեղծ լինել, Հայաստանում այսօր կան լիքը մասնագետներ, որոնք անհատական մակարդակում, անհատական հարթություններում լավ էլ ինտեգրված են, լավ էլ տպվում են, լավ էլ մասնակցում են գիտաժողովների եւ այլն եւ այլն, բայց համակարգը որպես այդպեսին ինքը ինտեգրված չի եւ չէր էլ կարող ինտեգրվել, այստեղ մենակ ֆինանսավորման խնդիրը չի։
ի վերջո, եթե համեմատ հնարավոր չի, ասենք, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալ, երբ քո հավաքականի միջին տարիքը 45 է։ Դիմացիներն էլ 20-25, հետ չլինի արագ վազելու հաշվին, քեզ մի 4 գնդակ ավել կխփեն։ Հիմա մենք այդ վիճակում ենք։ Մեր գիտությունը չի ապրել նորմալ սերնդափոխություն, ընդ որում ամբողջ գիտությանն է վերաբերում։ Գիտության վարչարարությամբ զբաղվող ինստիտուտներում նույնիսկ չի եղել նորմալ սերնդափոխություն։ Ակադեմիկոս եւ թղթակից անդամը դերևս Հայաստանում շարունակում է անկալվել որպես մի մարդ, որ առնվազն 60 տարեկան պետքա լինի այսպես սպիտակ մորուսով եւ մի քիչ դողդոջուն ձայնով ու դողացող ձեռքերով։ Էտա կայացած գիտնականի մեր ընկալումը, գիտությունների դոկտորը Հայաստանում պետքա լինի առնվազն 50 տարեկան եւ բարձր, հա, այսինքն ստերեոտիպերը, նաեւ ձևավորված ստերեոտիպերը, շատ դեպքում թույլ էլ չեն տալիս, որ այդ դինամիկ փոփոխությունները լինեն։ Իսկ իշխանությունն էլ ակնհայտ մի բան վերարտադրում է այն մոդելները համենայն դեպս գիտական քաղաքականության ասպարեզում, որոնք կային խորհրդային շրջանում։ Այստեղ ինչ-որ լուրջ կոնցեպցիաներ, լուրջ տրամաբանություն չկա եւ պետք է չի փնտրել, որտեղ այստեղ խնդիրը մենակ գիտության վարչարարության մեջ չի, խնդիրը ընդհանուր վարչարարության մեջ է։ Այսինքն որպեսզի դու ունենաս պահանջարկված գիտություն, հա, դու պետքա ունենաս կոնցեպցիա, դու պետքա ունենաս հստակ հայեցակարգ եւ իշխանությունը, որը այս դեպքում դերևս շարունակում է հանդես գալ որպես գիտության զարգացման հիմնական պատվիրատու, պետքա հստակ իմանա ինչա ուզում, ինչպես է ուզում եւ ինչ ճանապարհներ կան ուզածին հասնելու։ Այսինքն այդ հետևանքները, որոնք մենք տեսնում ենք, այնպիսին են, ինչպիսին պետքա լինեին, այստեղ ոչինչ արտառոց չկա։ Ամեն ինչ շատ նորմալ է, ամեն ինչ շատ բնական է եւ ամեն ինչ շատ ճիշտ է։ Այնինչ որ բնական է, միշտ չէ որ բանական է։ Այսինքն երբ մենք ասում ենք բնական է եւ օրինաչափ է, այսինքն այսպես էլ ստացվել է, դուրս է գալիս, որ պետք չի ավելին ոչ միայն ակնկալել, այլև ավելին անել էլ։ Եվ այս երկակի վիճակը, երբ գիտությամբ զբաղվելը որոշ մարդկանց համար հեղինակության հարց է, իրենց հեղինակությունը հաստատելու միջոց է, եւ մյուս կողմից էլ գիտությունը այսքան լուրջ համակարգային խնդիրներ ունի, սա բնականաբար խոսում է ոչ թե հավանաբար գիտության մասին, այլ հենց հասարակական պրոբլեմի մասին։ Ձեր կարծիքով ինչու է այդ դեպքում գիտությունը ինչ որ իմաստով մնացել մեզանում մոդայիկ։ Ինչ շահեր է սպասարկում այդ մոդան եւ այդ վկայագիր թուղթը։ Դա անցաթուղթ է ընդամենը, ընդ որում ոչ գիտական ճանապարհով քայլելու համար։ Իսկապես անդրադառնալով եւ Մխիթարի ասածին եւ ձեր հարցին, պատասխանը պետք է փնտրել խորհրդային միության ընթացքում ձևավորված, այսպես ասած, իրավիճակին եւ գիտական հաբիտուսներին, այն պրակտիկաներին, որը այն ժամանակ էր ձևավորվում։ Խորհրդային միությունում դա ոչ միայն սիմվոլիկ նշանակություն ուներ, որ դուք հավասարապես բոլոր հանրապետություններում պիտի ձևավորեք գիտություն, դա ընդհանրապես 20-րդ դարի մոդեռնիզացիայի բնորոշ մի գործընթաց էր եւ մինչեւ 70-ական թվականները գյուղից դեպի քաղաք խոսքը կտրուկ ուրբանիզացիայի աճը ինքը ձևավորում էր մի այնպիսի իրավիճակ, երբ որ մարդը, երիտասարդը կարողանում է շատ արագ սոցիալական լիֆտ ապրել, բարձրանալ ստորին խավից մի անգամից բավականին բարձր կարիերա ձևավորել եւ դրա համար գիտությամբ զբաղվելը մեծ մասամբ ուներ շատ այսպես պոզիտիվ լիցք։ Այդ վերաբերմունքը, որ դու գիտության շնորհիվ կարող ես միանգամից հայտնվես ինչ որ մի բարձր աստիճանի վրա, ինքը նաև ձևավորում է այսօր իներցիայից եկած այդ պատկերացումը, որ իսկապես եթե դու գիտությամբ զինվես եւ ունենաս համապատասխան վկայական, որը դա կհաստատի, ապա դու հնարավորություն կունենաս այդ քո կարիերան ավելի ջրին կառուցել։ Բայց Հայաստանի իրականությունը, ինչպես մենք գիտենք, շատ հաճախ ստեղծում է հակառակ իրավիճակը, երբ որ այդ փաստաթուղթը, որը պիտի
քո գիտական առաջընթացը վավերացներ, ձեռք է բերվում հետին թվով։ Այսինքն դու արդեն ձեռք ես բերել որոշակի ադմինիստրատիվ վարչարարական ծածկներ եւ դրա շնորհիվ ձեռք ես բերում գիտական աստիճան։ Վերջի աղմկալից դեպքերը դրա վկայություններն են։ Եվ իսկապես այստեղ մեր համակարգը չունի որևէ մի հնարավորություն լծակ, որպեսզի նման դեպքերը կանխի։ Այսինքն օրինակ օրենք, որ եթե մարդը զբաղեցնում է բարձր պաշտոն եւ այդ ընթացքում է պաշտպանում իր աշխատանքը, որը անհամատեղելի է, անհնարին է պատկերացնել զբաղվածության մակարդակում, որ իրականում կարող է տեղի ունենալ ազնիվ շիտակ ճանապարհով, ուրեմն ուղղակի ի սկզբանե պետք է բոհը նման օրինակ, ձևերից մեկը կարող է լինել նման հնարավորությունը բացառել։ Օրինակ մեր դեպքում, եթե քաղաքապետը իսկապես այս ընթացքում պաշտպանում է իր գիտական թեզը, ապա իմ մոտ հարց է առաջանում, ինքը կամ վատ քաղաքապետ է, կամ վատ գիտնական է, որովհետև մի մարդ է եւ ունի շատ սահմանափակ ժամանակային ծավալ։ Ես որևէ կասկած չունեմ, որ գրված աշխատանքը միգուցե լինի շատ բարձր մակարդակի, բայց հավատալ, որ դա արվել է նույն մարդը, իմ համար մի տեսակ իսկապես կասկած է առաջացնում իմանալով, թե ինչ ճանապարհ է անցնում իսկապես գիտնականը, որը պիտի յուրացնի բազմաթիվ նոր ուղղություններ եւ մոտեցումներ։ Հիմա եթե անդրադառնանք դեր հարցին, ինչին է այդ մարդուն դա պետք է, որովհետեւ իսկապես մեր մոտ այդ կոչումները ունեն միմիայն կամ մեծ մասամբ սիմվոլիկ կապիտալի իմաստ։ Ընդ որում այս սիմվոլիկ կապիտալը ինքը ի տարբերություն մյուս կապիտալների դեպքում տնտեսական, ֆինանսական չի ենթարկվում կոնվերտացիայի, այսինքն ինքը չի վերածվում տնտեսական կապիտալի։ Այն ինչ որ ասենք մյուսների դեպքում դու պիտի այդ հնարավորություն ունենայր, հակառակը։ Այս սիմվոլիկ կապիտալը իր ձևով, այնպես ինչպես մեր մոտ է դա տեղի ունենում, արժեզրկում է հենց ինքն իրեն։ Հիշենք այն դեպքերը, որ մարդիկ ուղղակի գոնե մի հոգի հրապարակավ հրաժարվեց իր գիտական կոչումից, որովհետև դա իսկապես գնում է արժեզրկում։ Եթե չի հիմնավորում, եթե չի բացատրվում, թե դա իրականում ինչպես կարող է տեղի ունենալ։ Եթե օրինակ քաղաքապետը աշխատեր ինչ-որ մի շրջան, աշխատանքից դուրս գար եւ գրեր մի որևէ աշխատանք, թե իրականում ինչպես է ձևավորվում Հայաստանում վարչարարական այդ դաշտերը եւ ինքը ներգրաված դիտարկում անելով այդ ամբողջը շիտակ եւ բաց պատմում է օրինակային ինչպես դա արեց Բյուրջեն ուսումնասիրելով հենց գիտության դաշտը, ես որպես քաղաքացի ինձ կարող է խաբված գալ որպես լաբորատորիայի մի մաս, որին ուսումնասիրել եմ, որպեսզի նման աշխատանք գրել, բայց ես ինձ շատ հպարտ կզգայ, որ ունեմ նման գիտնական, որը ինքն իրեն այդպիսի մի ռիսկի մեջ է դրել եւ նման աշխատանք գրել։ Հակառակ պարագան չի կարող լինել գիտական այս դեպքում։ Եվ իսկապես մեր իրավիճակը ուղիղ կապված է մեր տնտեսության հետ։ Եթե նույնիսկ վերածենք այդ հորինված կամ սիմվոլիկ կապիտալ ունեցող տիտղոսներից եւ պաշտպանություններից, որին ձգտում է վարչական վերնախավը, մեր մոտ նույնիսկ այն ոլորտները, որոնք ավելի կապված են տնտեսության հետ, տարբեր տեխնոլոգիաներում ներդրումների հետ, նույնպես դատապարտված են անհաջողության, որովհետև մեր տնտեսությունը այնպիսին չի, որ կարողանա այդ նորարար արդյունքները մտցնի որևէ կերպ կիրառական դաշտ եւ օրինակ պատահական չի, որ ակադեմիան կամ ինչ որ գիտական փոքր խմբի օջախներ փորձում են այդ լուծումը գտնել, երբ հրավիրում են օրինակ գերմանացի տեխնոլոգներին, որոնք կգնեին այստեղ այդ գյուտ արած ոլորտի գիտնականների աշխատանքների արդյունքները։ Այս երկուսը իսկապես շատ իրար հետ կապված է, նկատի ունեմ տնտեսությունն ու գիտությունը։ Փաստորեն կարելի է ասել, որ գիտության հեղինակությունը, որ մենք ժառանգել ենք հավանաբար խորհրդային միությունից,
թեկուզ արհեստականորեն ստեղծված հեղինակությունը, բայց ստեղծված հեղինակությունը մեր պայմաններում, անկախ երկրում մեր ձևը մնացել է, որն արտահայտվում է այդ վկայագրով, բայց բովանդակությունը ոչ եւ ոչ մեկին դա հետաքրքիր չէ, բովանդակությունը կա թե չկա։ Իսկ ձևը փաստորեն աշխատում է։ Եթե չաշխատեր, այդքան աննպատակահարմար էր, թեկուզ քիչ, բայց ռեսուրսներ կիրառելը եւ թուղթը ձեռք բերելը նշանակում է, որ ձևը այնուհանդերձ աշխատում է։ Իսկ դա բովանդակությունն էլ աշխատում, գիտեք, պետք է օբյեկտիվ լինել։ Գիտության ճգնաժամը դեռևս չի նշանակում, որ դա գիտնականների ճգնաժամ է, որտեղ նույն ակադեմիական համակարգում կան հարյուրավոր գիտնականներ, երիտասարդ, միջին տարիքի, նաև մեր ավագ գործընկերների մեջ, որոնք շարունակում են արդյունավետ աշխատել։ Իրենք պրոդուկտիվ են, իրենք տալիս են գիտական պրոդուկցիա, իրենք կարդում են, իրենք հետազոտում են եւ այլն եւ այլն եւ այլն։ Նույն հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, որը տվյալ դեպքում մենք ներկայացնում ենք, ամենայն դեպս այնտեղ աշխատում ենք, ամառվա ամիսներին շատ դժվար է գտնել որևէ հետազոտողի, որը ինստիտուտում է։ Որպես կանոն եւ հնագետների եւ ազգագրագետների մեծ մասը դաշտում է, ազգագրական նյութերը գրառում, հուշարձանները պեղում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այստեղ հստակ պետք է արդարության համար չնայած պիտի շեշտել, որ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը այդ իմաստով բացառիկ է, եթե ոչ նույնիսկ եթե ընդունենք, որ բացառիկ է, պետք է ընդունենք, որ կան օրինաչափ չէ։ Կան հարյուրավոր մարդիկ, ովքեր այսօր բարեխղճորեն, ազնվորեն, առանց կեղծելու, առանց խաբելու անում են գիտություն։ Եվ այդ գիտությունը շատ դեպքերում ավելի լայն ճանաչում եւ լայն ընդունելություն ունի Հայաստանից դուրս։ Լիքը մարդիկ կան, ովքեր Հայաստանում բավարար չափով հայտնի չեն, բայց դրսում լավ էլ հեղինակություն ունեն, այսինքն ինստիտուցիոնալ մակարդակը եւ անհատական մակարդակը, այս դեպքում մենք պետք է անպայման տարբերենք։ Որտեւ ինստիտուցիոնալ մակարդակում, այո, խնդիրներ կան եւ այդտեղ պետք են ինստիտուցիոնալ լուծումներ։ Այսինքն այնպես չի, որ միայն պահպանվել է ձևը, բայց հիմնականում ձևն է պահպանվել, որտեղ եկեք նայեք մենք ինչ հասարակություն ունենք։ Մեծ հաշվով ես ներողություն եմ խնդրում կոպիտ տերմինի համար, բայց մեր հասարակությունը հոմո պոստ-սովետիկուսների հասարակությունը, մտածողության որակական փոփոխություն, բովանդակային փոփոխություն մեր հասարակությունում դեռևս ցավոք սրտի տեղի չի ունեցել։ Այլ խնդիր է, թե ինչու տեղի չի ունեցել այդ փոփոխությունը։ Այլ խնդիր է, որ 2013 թվականին սեպտեմբերին դու հայտարարում ես Մաքսային միությանը միանալու ցանկության մասին։ Դա փակում է շղթան, մտածողության շղթան փակում է։ Այսինքն այդ հայտարարությունը, որը արվում է եւ որը ընդունվում է հասարակության կողմից, ուղղակիորեն փաստում է մեկ բան. հասարակությունում մտածողության փոփոխությունը դեռևս բավարար չէ, որպիսի բերի արմատական փոփոխություններ բոլոր հարթություններում, անկախ նրանից լավն է թե վատը Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը հետևանքների եւ ազդեցությունների տեսանկյունից։ Բայց այդ դարձ ի շրջանս յուր եւ շրջանը փակելու այս ակցիան ցույց է տալիս, որ փոփոխություններ որակական բովանդակային դու չունես, որտեվ հոգեբանորեն նաեւ գիտությամբ զբաղվողների մեծ մասը այսօր ընդունում է այդ։ Ինչա, դե հիմա Մաքսային միությունն է, սովետի ժամանակ ինչ վատ էր։ Գոնե ինստիտուտի փողերի հաշվին գնում ենք Սոչի մի երկու շաբաթ հանգստանում ենք կամ մի ամիս Լենինգրադ կոմանդիրովկա ենք վերցնում, ընտանիքով գնում ենք, մի շաբաթ արխիվում ենք աշխատում, մնացած 3 շաբաթն էլ Լենինգրադում ֆրֆռում ենք, երեխեքին շոր կոշիկ առնում գալիս ենք Հայաստան։ Սա ինստիտուցիոնալ խնդիր է։ Անկախության պայմաններում եւ հասարակությունը եւ իշխանությունը չձևակերպեցին այն խնդիրները, որ իմ ու Գայանեի առաջ պետքա դրվեր։ Ի վերջո չկա այսօր մի սանդղակ գնահատման, արժևորման, կարևորման 10 հոդված տարեկան ենթադրենք տպագրող ավագ գիտաշխատող ակադեմիական համակարգի եւ վերջին 10 տարում 0.5 հոդված տպագրող ավագ գիտաշխատողը այսօր ստանում է նույն աշխատավարձը։ Չկա ստիմուլը։ Եթե չկա տարբերակում գիտական գործունեության արդյունավետության դաշտում,
Այսինքն եթե չկա ստիմուլ բավարար չափով, ինքը միշտ դոփելու է տեղում այս ինստիտուցիոնալ մակարդակը։ Ինստիտուցիոնալ մակարդակը, եթե դու չես տարբերակում, ոնց ես դու պահանջում արդյունք։ Ավելին դու տալիս ես աշխատավարձ շատ դեպքերում արդյունք չպահանջելով, որտեվ չկա ձևակերպված խնդիր գիտության առջև դրված։ Եվ այդ միֆից էլ պետք է վերանալ, որ Հայաստանի Հանրապետությունը, չգիտեմ, բոլոր ոլորտներում պետք է ունենա շատ հզոր գիտություն։ Հնարավոր չի դա։ Հնարավոր չի, որպես կանոն, փոքր պետությունները, սահմանափակ ռեսուրս ունեցող պետությունները չեն կարողանում համաչափ զարգացնել եւ երբևէ չեն էլ կարողանալու համաչափ զարգացնել գիտության բոլոր ճյուղերը, հատկապես հասարակական գիտությունների ոլորտում, որտեղ Գայանեն շատ ճիշտ նկատեց, վերջին 20-22 տարիների ընթացքում անհամեմատ ավելի պահանջարկված են ազգայնական, շատ դեպքերում պսևդո ազգայնական տեքստերը։ Եվ այստեղ էլ հնարավորությունները շատ դեպքերում սահմանափակ են այլ միջոցներ գտնելու ֆինանսավորման ու բնական է, որ մարդիկ ստիպված են գնալ այդ տեքստերը ստեղծելու ճանապարհով, որպեսզի լուծեն, ասենք, տարրական խնդիրներ։ Շարունակում ենք զրուցել գիտությունից պահանջ թեմայի շուրջ, տաղավարում մեր հյուրերն են մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը եւ ազգագրագետ Մխիթար Գաբրիելյան։ Եթե մենք ուշադիր նայենք Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաշվետվությունները ըստ գիտությունների բնագավառի, ապա մի հետաքրքիր պատկեր կարող ենք ստանալ, եթե թույլ տաք ես մի փոքր սոցիոլոգիական ամփոփում անեմ եւ որից կբխի մեր զրույցի շարունակությունը։ Եթե նայում ենք 94 թվականից մինչև 2003 թվականի տվյալների համատեքստում, ապա ֆիզիկա-մաթեմատիկական, կենսաբանական եւ տեխնիկական գիտությունների բնագավառում աստիճաններ, գիտական աստիճաններ ստացածների թիվը ակնհայտ բարձր է։ 2002 թվականին պատկերը կտրուկ փոխվում է եւ գիտության տեխնացուների, հատկապես տեխնացուների նշում եմ, որովհետեւ դոկտորների քանակը մնում է շատ նվազ, բայց տեխնացուների քանակը կտրուկ մեծանում է տնտեսագիտության ոլորտում, հասնելով մինչև 2002 թվականին արդեն 85 տեխնացու, եթե նախկինում կարող է լինել 5-ը, 6-ը, 10-ը, իսկ 2013-ին արդեն 100 սահմանը անցնում են տնտեսագիտության ոլորտում գիտական գործունեության հայտ ներկայացրած մարդիկ։ Եվ բացի այդ նաև հետաքրքիր էր իրավագիտության ընթացքը տեխնացուական թեզերի պաշտպանության իմաստով, եթե դրանք մինչև 2000 թվականը 1, 2, 3-ը կարող էին լինել մինչև 10 համենայն դեպս, ապա էլի 2000-ականներից հետո աճում է կտրուկ դրանց քանակը եւ մոտավորապես 30-35-ի է հասնում, դանդաղ, բայց աճում է, ոչ տնտեսագիտության չափ։ Այսինքն, եթե գիտության բնագավառների վերլուծություն անենք, կարող ենք ենթադրենք իրավագիտությունը եւ տնտեսագիտությունը 2002 թվականից սկսած մեզանում դարձել են գիտական գործունեության ավելի հրապուրիչ ոլորտ, երևի ավելի շահավետ ոլորտ, ավելի օգտակար եւ երիտասարդները փորձում են այդտեղ ինքնադրսևորվել եւ ինքնաձևակերպվել որպես գիտնական։ Եվ հետաքրքիր է ինչու է այդ երկու ոլորտը։ Եթե նայում ենք մեր հասարակական կյանքը, ապա մենք չենք տեսնում տնտեսագիտության խոշոր դպրոց կամ խոշոր դեմքեր, որոնք միգուցե հեղինակությունն են պայմանավորում այդ բնագավառի եւ մղում են երիտասարդներին գնալ այդ բնագավառներ, նույնը կարելի ասել իրավագիտության մասին։ Եթե մշակութաբանական եւ ազգագրական վերլուծության ենթարկենք այս երևույթը, ապա ինչ կարող ենք ասել հենց կոնկրետ գիտության այս բնագավառների այսպես պոպուլյարացման իմաստով։ Ես կդժվարանամ շատ ուղիղ այս հարցին պատասխանել, որովհետև դա կարիք ունի լուրջ ուսումնասիրության, օրինակ հասկանալու համար, որքանով է այս երկու ոլորտների եւ ճշգրիտ գիտությունների ոլորտների սրանց աճը եւ նրանց նվազումը կորելացվում օրինակ արտագաղթի հետ, որովհետեւ արտագաղթողները բավականին մեծ տոկոսով կազմում են այն խումբը, որոնք որ պոտենցիալ առումով կարող են կայանալ։ Օրինակ
պատճառներից մեկը սա, բայց ոչ միայն բնականաբար, սա թերևս հանգամանքներից մեկը կարող է լինել։ Սա իմ համար առաջին այսպես որպես հիպոթեզ կարող եմ առաջարկել նաև այն է, որ լավ ցուցիչ է, որ այս երկու ոլորտներում բնականաբար չի կարող լինել գիտություն։ Եթե դու ունես նման կտրուկ աճ, եւ դա էլ այն պարագայում, որ չունես օրինակ համապատասխան որևէ լուրջ գիտական կոմունիկացիայի դաշտ, օրինակ չկան համապատասխան իրավաբանության կամ տնտեսագիտության լուրջ ամսագրեր նույն Հայաստանում։ Այդ երկու ոլորտները, ինչքանով որ ես գիտեմ, գրեթե ներկայացված չեն Հայաստանի հեղինակների կողմից միջազգային վարկանիշ ունեցող որևէ ամսագրերում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ կոնվեյերի նման արտադրում են այդ տիտղոսներն ու պաշտոններն ու կոչումները գիտական, մտել են ինչ որ մի այլ գիտական տնտեսության տրամաբանության մեջ, որը դուրս է գիտության պահանջարկից։ Մյուս խնդիրը նաև այն է, որ այս երկու ոլորտները երիտասարդների համար կարող է գրավիչ լինել, որովհետև նեոլիբերալ տնտեսությունները իրենք ստեղծում են նման պահանջարկ, որ եթե նախկինում դու լինելով փիլիսոփական մարքսիստական հատկապես փիլիսոփայության լավ գիտակ, հնարավորություն ուներ վարչական պաշտոն զբաղեցնելու համար ավելի մեծ հավակնություններ ունենալ, ապա այսօր կարծես թե, թեև դա չի պահանջվում ըստ էության, որտեղ համակարգը չի ենթադրում նման ճանապարհ, բայց տեղափոխելով խորհրդային սխեման այսօրվա իրականության վրա, որտեղ այլևս այդ գաղափարախոսական սոցիալական ուղղությունները գիտության պահանջարկված չեն, ապա համապատասխանաբար ենթադրվում է, որ այս երկու ոլորտը պիտի փոխարինեն այն եղած փիլիսոփայական դաշտը եւ ծառայեն, այսպես ասած, ֆորմալ, սիմվոլիկ գիտական ձևաչափը, որի մեջ իբրև թե կայանալով դու ավելի լավ վարչարար կարող ես լինես։ Եվ այն, որ մեր պաշտոններ զբաղեցրած արդեն իմ հիշատակած գործիչներ փորձում են իրենց կոչումները ստանալ հենց այս ոլորտներում, նույնպես խոսում են նրա մասին, որ սա ավելի շատ ձեռք է բերել այսպես սիմվոլիկ կապիտալի հնարավորություն, պրեստիժայնությունը հաստատելու, միայն այն բանի համար, որպեսզի դու կարողանաս հասնես որոշակի վարչական, այլ ոչ թե գիտական աստիճանի եւ կայանաս ոչ թե որպես գիտնական, այլ որպես չինովնիկ։ Իսկ միգուցե նաև այդ ոլորտներում տեխնացուական ատենախոսության պաշտպանությունը հեշտ է, որովհետև նույն հաջողությամբ կարելի է ենթադրենք հենց նույն պատճառով, այսպես պրեստիժի եւ անցաթղթի պաշտոն ձեռք բերելու համար կարելի է պաշտպանել, ենթադրենք, սոցիոլոգիայից, կարելի է պաշտպանել փիլիսոփայությունից, կարելի է պաշտպանել պատմությունից, ինչը որ խորհրդային տարիներին շատ ընդունված էր, բայց այս ոլորտներում, եթե ելի նայենք պատկերին վիճակագրական, զարմանալիորեն քիչ են թվերը փիլիսոփայության, ենթադրենք, կամ սոցիոլոգիայի ոլորտում ոչ մի կերպ չեն համեմատվում տնտեսագիտության հետ։ Էլ չեմ խոսում, ենթադրենք, ավելի այնպիսի գիտակարգերի մասին, որոնք պիտի որ ազատական տնտեսության, այսինքն ազատական ժողովրդավարական պայմաններում ավելի լավ ծաղկեին, օրինակ արվեստագիտությունը, գաղափարական կապանքներից ազատվելուց հետո պիտի որ ավելի մեծ, այսպես լիցք ստանար ազատ գրելու, մտածելու, ստեղծագործելու։ Այստեղ զարմանալու բան չկա։ Գանեն այդ փոփոխությունը շատ լավ ներկայացրեց։ Նախ եկեք երկու բան հստակ տարբերենք։ Գիտությունների տեխնացուի աստիճան ստանալը դեռ չի նշանակում գիտությամբ զբաղվել։ Եվ դրա համար պետք չի մենք դա արդեն տեսնում ենք։ Չէ, օբյեկտիվորեն դա այդպես։ Օբյեկտիվորեն դա այդպես է։ Ի վերջո մարդը այդ գիտական աստիճանը ստանալու, գիտական աստիճանը վաստակելու տարբեր ստիմուլներ կարող է ունենալ, տարբեր հիմնավորումներ։
Եվ պետք չի իրան դնել գնդակարել մենակ այն բանի համար, որ ինքը գիտությունների տեխնացու դառնալուց հետո չի զբաղվում գիտությամբ, դա իր իրավունքն է։ Իմ ղեկավարը Հրանուշ Խառատյանը մեծ շատ լավ բան է ասում է իր ընկալմամբ գիտությունների տեխնացուի գիտական աստիճանը ընդհանրապես վկայությունն է այն բանի, որ դու կարող ես զբաղվել գիտությամբ։ Ներուժի Հիմա մասին պետք չի այո մեղադրել այդ 50-ին, 60-ին, 70-ին, 80-ին կամ 100-ին։ Իսկ այն որ իրավագիտությունից եւ տնտեսագիտությունից են պաշտպանում բնական է։ Բնական է այսօր հիմնական կլանողը, հա, որակյալ աշխատուժի պետք է օբյեկտիվ լինել, այդ երկու ոլորտներն են։ Վերջո չմոռանանք, որ կա, ասենք, բանկային մասնավոր սեկտոր, կա խորհրդատվական ընկերությունների մասնավոր հատված, ապահովագրական ընկերությունների եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ նույնը կա նաեւ իրավագիտության ոլորտում։ Ես չեմ խոսում գիտության մասին, ես խոսում եմ սպառողական դաշտի մասին, որտեղ կան շատ լավ փաստաբանական ընկերություններ, փաստաբանական գրասենյակներ, խորհրդատվական ծառայություններ մատուցող եւ այլն եւ այլն։ Օբյեկտիվորեն միջին քաղաքացին ավելի ողջավորված կծեծի այն փաստաբանի դուռը, որտեղ ցուցանակին գրված է իրավագիտության տեխնացու, եթե ինքը բավարար չափով տեղեկացված չի երկու փաստաբանի որակների մասին։ Օբյեկտիվորեն բանկի կառավարիչը երկու մասնագետի միջև ընտրություն կատարելիս ավելի հեշտ բաժնի վարիչի պաշտոնում կնշանակի այն երիտասարդին, որը ունի տնտեսագիտության տեխնացուի գիտական աստիճան։ Դարձյալ, եթե ինքը ընդամենը առաջին փուլում աշխատանքի է ընդունում։ Այսինքն լիքը երիտասարդներ երկու դեպքում են։ Գիտական աստիճան ստանալը կարող են բերել եւ ծառայեցնել կարիերային ինչ-որ խնդիրների լուծմանը, ինչը դրական է, ինչը օբյեկտիվ է։ Ի վերջո պետք չի մտածել, որ տնտեսագիտության եւ իրավագիտության ոլորտի 100 դիսերտացիաներից 100-ը խլամ են։ Վստահաբար 100-ից 70-ը կամ 80-ը այդ երիտասարդների ջանքերով գրված թեկուզ որոշակի թերություններ ունեցող ատենախոսություններ են, որոնց արդյունքը նվազեցնում ծառայեցում է ինչ-ինչ խնդիրների լուծմանը։ Բայց այս երկու ոլորտը այսօր կլանում են։ Ինչ պետք է անի, ենթադրենք 30 կամ 40 գիտությունների տեխնացու ազգագրագետը մեկ տարում չունի հայ ազգագրությունը, հայագիտությունը լայն առումով այսօր չունի այդ ներուժը, որը տարեկան կարողանա 100-150 հոգու սարքել գիտությունների տեխնացու եւ պետք էլ չի, որտեղ եթե հիմա մենք արտադրում ենք կոպիտ ասած դիպլոմավորված գործազուրկ, այդ տեմպերի աճի դեպքում արտադրելու ենք գիտությունների տեխնացուի դիպլոմ ունեցող գործազուրկ։ Մարսում է տնտեսագիտությունը, իրավագիտությունը, թող մարսի, թող պաշտպանի, այստեղ այլ խնդիր է։ Ընդհանրապես պետք է շեմը չիջեցնել, ընդհանրապես պետք է նշաձողը չիջեցնել, ընդհանրապես պետք է խստացնել, որպեսզի յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինքը պաշտոնյա է, քաղաքապետ է, վարչության պետ է, թե փոխնախարար, այդ դաշտը մտնելուց առաջ ունենա հստակ գիտակցումը այն բանի, որ օրենքները բոլորի համար հավասար են։ Այդտեղ է խնդիրը։ Երբ գոնե այս ընթացակարգերում արտոնյալներ պետքա չլինեն, երբ պետքա լինի գիտական աշխատանքի օբյեկտիվ փորձաքննություն, ընդդիմախոսություն, երբ պետքա լինի օբյեկտիվ հրապարակային պաշտպանություն, երբ վարչության պետի տեղակալը չպետքա դառնա վարչության պետի գիտական ղեկավարը եւ այլն եւ այլն եւ այլն։ Այ երբ որ նշաձողը եւ միաժամանակ չափորոշիչները կլինեն հստակ, կլինեն որոշակի, այդ դեպքում խնդիրը մեխանիկորեն դուրս կգա, այնպես ինչպես տեղի ունեցավ Ռուսաստանում։ Վերջին 1-2 տարիների սկանդալները, հա, խայտարակ սկանդալները, բոյի հետ կապված պաշտոնանկությունները եւ այլն, ցույց տվեցին, որ ցանկության դեպքում, եթե ոչ 100%-ով, գոնե որոշակիորեն կարելի է նվազեցնել ռիսկերը այս ոլորտներում։ Ի վերջո գիտական պրոդուկցիայի չափելիության եւ գիտական պրոդուկցիայի որակի ցուցիչը ոչ թե այնա, թե ինչ տիտղոսներ են դրվում հեղինակի անուն ազգանունից հետո, այլ այն, թե ինչքան մարդ է կարդում, ինչքան մարդ է հղում, ինչքան մարդ է ցիտում, ինչքան մարդ է օգտագործում։ Այդ է խնդիրը։ Իսկ միգուցե տիտղոսները ընդհանրապես ավելորդ են։
Եվ դեֆորմացնում են որոշ։ Իրականում ես մի հաղորդում եղավ դրա մասին խոսում եմ, ես գտնում եմ, որ պատահական չի, որ ամբողջ աշխարհը չի հրաժարվում դրանից, որովհետև գիտության մեջ նույնպես անհրաժեշտ են խթանող ինչ որ միջոցներ, որոնք մոտիվացնեն գիտնականին իր վրա աշխատել եւ ինչ որ process-ի մեջ լինել։ Այլ հարց է, որ մեր մոտ այդ ամբողջ համակարգը մի տեսակ խեղված է, երբ որ քո պետական համալսարանը ոչ թե պետությունից դոտացիաներ է ստանում, ինչպես շատ տեղերում եւ հատկապես երբ որ պետություններն են նոր կայանում, որպիսի գիտություն ձևավորի, այլ հակառակը ինքը կարևոր հարկատուներից մեկն է եւ բյուջեն լցնող միջոցներից մեկն է, ապա բնականն է, որ քո մոտ լսարանները լցվում են 70-ից 150 ուսանողներով, ովքեր որ վճարում են այդ ընթացքի մեջ լինելու համար, մի դասախոս, ով բնականաբար ուղղակի տեխնիկապես, եթե նույնիսկ շատ բարձր որակի է, ինչը չէ, հնարավորություն չունի այդ խմբին որևէ կերպ բավարարել, մյուս կողմից ինքը համալսարանական կամ մեր բուհերի համակարգը այնպիսին է, որ անհնարին է ճեղքել եւ ընտրություն կատարել ավելի որակյալ մասնագետների։ Այսինքն, եթե դուք նայեք ովքեր են այսօր դասավանդում, եթե ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա ես վստահ եմ, որ շատ մեծ տոկոս կկազմեն այն դասախոսները, ովքեր դերևս խորհրդային ժամանակաշրջանից մնացել են եւ որևէ փոփոխություն չեն արել ոչ միայն իրենց մոտեցումներում, այլ նույնիսկ իրենց կարդացած տեքստերի մեջ որևէ թարմություն չկա։ Բազմաթիվ ուսանողներ դժգոհում են նրանից, որ վերջին աշխատանքները, որոնց նրանց հрамցնում են որպես գիտական տեքստեր 60-ական, 70-ական թվականների հրատարակչությամբ է։ Սա է իրականությունը։ Գալիս է ավելի բարձր, ինչ ենք տեսնում մենք մեր համակարգը պաշտպանությունների, հիշեցնում է երթվյալ ատենակալների այսպիսի մի համակարգ, որտեղ կարծես թե դիմախոսները, որոնք պիտի ցույց տան թերությունները մեծ մասամբ մեր մոտ հանդես են գալիս որպես պաշտպաններ, advokatներ, որովհետև նրանց ընտրում է այդ պաշտպանողը մեծ մասամբ։ Համակարգը այդպիսին է, պայմանավորվածությունները, պրակտիկաներն են այդպիսին։ Ասենք, եւ այստեղ մեծ տարբերություններ կան կոնկրետ գիտխորհուրդների միջև։ Մենք տեսնում ենք, որ այս բազմաթիվ պաշտպանությունները եւ աղմկալից դեպքերը հանգում են տնտեսագիտության ոլորտի երկու գործող գիտխորհուրդներին։ Ես գիտեմ ոնց է գործում մեր գիտխորհուրդը, ազգագրության, նույն մշակութաբանության գիտխորհուրդը եւ ինստիտուտում կա ոչ պաշտոնական այսպիսի պրակտիկա, որը չի պահանջվում, բայց մենք մշտապես անում ենք նախապաշտպանություն ասածը, որը ըստ էության իրական պաշտպանությունն է։ Այն իմաստով, որ այդ տեքստերը կարդում են շահագրգռված մասնագետները, այդ նեղ ոլորտի գիտակները եւ իրենց կարծիքները եւ նկատառումները հնչեցնում են հայցողին, բայց իրականում այն process-ը, որ տեղի ունենում հենց բուն պաշտպանության ժամանակ, դա իսկապես ընդհանրապես ծես է, որը չի ենթադրում որևէ լծակ հնարավորություն վատ աշխատանքները կանխելու եւ նույն բողն էլ կարող է շատ շիտակ ասի, ես ինչ անեմ, եղել է այդ երթվյալ ատենականների 10-ից 14 հոգանոց ինչ որ մի խումբ, բարձր տիտղոսներ ունեցող մարդիկ, ովքեր որ ընդունել են այս աշխատանքը, բայց ընդդիմախոսը, որը պիտի դա հնչեցներ, թե ինչի չի կարելի այս աշխատանքը պաշտպանել, որպես կանոն ասում է, չնայած այսինչ թերությունները, աշխատանքը պատրաստ է եւ ընդունելի է մեր գիտխորհրդին եւ ես էլ դիմում եմ կոչ եմ անում, որպեսզի աշխատանքը պաշտպանի։ Չկա որևէ իրական լծակ, որը դա կանխեր։ Ես նույնիսկ մտածում եմ, որ այն հնարավորությունը եւ համակարգը, որը կա եվրոպական պետություններում եւ որը օրինակ ներդրեց Վրաստանը, մեր մոտ նույնպես չի աշխատի, որովհետեւ այն 2-3 հոգին, որը պիտի ծանոթանան այդ նեղ մասնագետները, ծանոթանան այդ աշխատանքին եւ ասեն այսօր արդյոք սա պիտանի է պաշտպանությանը թե ոչ, փոքր պետություններում եւ փոքր գիտական համայնքներ ունեցող հանրություններում, ինչպիսին որ Հայաստանն է,
այդ սոցիալական ցանցը, որը ըստ էության շատ ավելի համայնքային է, քան քաղաքացիական, եւ որ ցանցերը այլ տրամաբանությամբ են ձևավորվում, անհնարին է պատկերացնել, որ մեկը մյուսին այդ մակարդակում կկանխի։ Ուրեմն փոքր պետությունները, ինչպիսին Հայաստանն է կամ նմանատիպ այլ պետություններ, ունեն շատ կոնկրետ մարտահրավեր համապատասխան նախարարությունների կամ վարչարարների համար, որպեսզի նրանք, եթե իսկապես շահագրգռված են, մտածեն, թե ինչ համակարգ է պետք ներդնել կամ միգուցե մեկը մյուսով լրացնել, որպեսզի ունենան օբյեկտիվ ինչ որ կանխարգելող փուլեր, երբ թույլ աշխատանքները ոչ թե մարդիկ աշխատանքները կոնկրետ այս պրոդուկցիան ինքը կանխվի եւ համապատասխան մասնագետը չստանա այդ տիտղոսները։ Կարծում եմ աղմկահարույց դեպքերը բավականին շատ են, որպեսզի դրանց վրա աշխատելու հնարավորություն ունենան գիտության վարչարարները եւ մենք էլ համոզված լինենք, որ նրանք իսկապես ցանկություն ունեն փոխելու որևէ բան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Երրորդ հանրային մեկի տաղավարում գիտություն սպահանջ թեման կշարունակվի։ Ամենայն բարիք։